Իրանը պաշտոնապես հաստատել է այաթոլլա Ալի Խամենեից հետո երկրի ամենաբարձրաստիճան եւ ազդեցիկ գործչի սպանության լուրը։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իր դստեր տանը։ Զոհվել են նաեւ որդին, տեղակալը եւ թիկնապահները։ 67-ամյա գործիչը պետության ամենանշանակալի դեմքերից էր, ուներ տասնամյակների փորձ ռազմական, օրենսդրական եւ մշակութային ոլորտներում։ Լարիջանին բազմիցս հայտարարել է, Իրանի հետ թելադրանքի լեզվով չի կարելի խոսել։ Պարոն Թրամփը պետք է հասկանա, որ քաղաքակիրթ երկրի հետ ավտորիտար խոսույթը միայն ամրացնում է պետության համախմբվածությունը։ Եթե նա հասկանար սա, տարածաշրջանում նահանգների բազմաթիվ խնդիրներ կլուծվեին։ Սակայն դա քիչ հավանական է, քաղաքակրթության կոնցեպտը հասկանալը պահանջում է մտավոր ունակություններ։ Սա է նրանց խնդիրը տարածաշրջանում։ Այսօր եթե նրանք շփոթված են, չեն կողմնորոշվում ինչ անել միջուկային հարցի շուրջ, դա նույնպես խնդիրները չհասկանալու հետևանք է։ Լարիջանին նաև Իրան-Իրաքյան պատերազմի վետերան էր եւ ուներ բրիգադի գեներալի կոչում։ Արևմուտքում վստահեցնում են, որ Լարիջանին պատասխանատու էր 3 խոշոր ճգնաժամերի կառավարման համար։ Միջազգային մեդիան գրում է, որ ըստ Լարիջանի Իրանը պետք է պատրաստվի երկարատև պայքարի եւ ընդլայնի հակամարտությունը տարածաշրջանում եւ դրանից դուրս, ներառյալ Հորմուզի նեղուցի փակումը։ Իրանում լայնածավալ բողոքի ցույցերի ճնշումները նույնպես Լարիջանին էր ղեկավարում։ Նա համարվում էր Իրանի միջուկային ծրագրի ճարտարապետ, ում պատճառով Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները փակուղի մտան։ Չգիտեմ ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները մինչև հիմա չեն կարողանում հասկանալ գլխավորը։ Իրանն ունի շատ հզոր քաղաքական կառուցվածք, հիմնված քաղաքական, տնտեսական ու սոցիալական ինստիտուտների վրա։ Անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում այդ կառուցվածքի վրա։ Իհարկե, այդ անհատները ազդեցիկ են եւ յուրաքանչյուրն իր դերն ունի։ Սակայն գլխավորն այն է, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր ու պինդ հիմքեր ունի։ Մեր առաջնորդից ավելի կարևոր դեմք չկար Իրանում։ Նույնիսկ նա է նահատակվել։ Այնուամենայնիվ համակարգը շարունակում է աշխատել, անմիջապես փոխարինվող է նշանակվում։ Եթե նահատակվի Իրանի ԱԳ-նախարարը, անմիջապես այդ պաշտոնին կնշանակվի մեկ ուրիշը։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լարիջանի իսպանությունն ահաբեկչություն է։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից եւ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշից ակնկալում է վճռական ու պատասխանատու արձագանք նահանգների ու Իսրայելի ագրեսիային։ Իրանը զգուշացնում է ոչ միայն թշնամիներին, այլև տարածաշրջանի երկրներին։ Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որևէ երկիր չպետք է թույլ տա իր տարածքն ու ենթակառուցվածքները օգտագործվեն հարևանների դեմ։ Սպանված Ալի Լարիջանիին կարող է փոխարինել Սաիդ Ջալիլին։ Նա նախկինում զբաղեցրել է անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, նաև եղել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցողը։ Ալի Լարիջանի իսպանության դաժան վրեժի մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն գործի է անցել։ Մերձավոր Արևելքում ամերիկյան ու իսրայելական օբյեկտների ուղղությամբ սկսվել է հրթիռային հարվածների 61-րդ ալիքը։ Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական օբյեկտներ։ Կորպուսի գնահատականով հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող։ Թիրախավորվել են նաև բնակելի թաղամասեր։ Մենք հիմնականում թեթև վնասներ ենք կրել։ Մեր որդուն ենք կորցրել հոկտեմբերի 7-ին։ Հոգեբանորեն մենք ավելի շատ ենք տուժել, քան տունը։ Մենք ուժեղ ենք ու ուժեղ կմնանք։ Վնասները նյութական են, բայց ցավոք մեր հոգիներն են ցավում։ Հրթիռային հարվածներ են եղել նաև իսրայելական Ռամատ Գան քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ, հրդեհներ են բռնկվել, կան զոհեր ու վիրավորներ։ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհից հրդեհվել է նաև իսրայելական Հոլոն քաղաքը։ Բնակելի թաղամասերում ավերածություններ են, հրկիզվել են բազմաթիվ ավտոմեքենաներ։ Պահապանների կորպուսը Դուբայի վրա զանգվածային հարձակում է սկսել օգտագործելով բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերն էլ հետ են մղել որոշ հարձակումներ։ Քաղաքում պայթյուններ են լսվել։ Բաղդադում էլ շարունակվում են նահանգների դեսպանատան վրա հարձակումները։ Պարծենալով 24 ժամում երկու իրանցի բարձրաստիճան ղեկավարների սպանությամբ Իսրայելի վարչապետը ցինիկ հայտարարություն է արել։ Մեր ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին եւ քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի խիզախ ժողովրդին հնարավորություն տա նշել կրակի տոնը։ Այնպես որ տոն եք, շնորհավոր Նովրուզը։ Մենք հետևում ենք ձեզ վերևից։
Իսրայելը հայտնել է նաև Իրանի հետախուզության նախարար Էսմայել Խաթիբի սպանության մասին, որը նույնպես կարևոր դեր է ունեցել Իսլամական Հանրապետության անվտանգության ոլորտում։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի խորհրդականի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանի Զաֆարանիե շրջանում մահափորձի է ենթարկվել։ Ամերիկա-իսրայելական հարվածների թիրախում են նաև իրանական քաղաքները։ Թեհրանում թիրախավորվել են Պահապանների կորպուսի շտաբ բնակարանները, բալիստիկ հրթիռների կայանները եւ այլ ենթակառուցվածքներ։ Գրոհել են նաև Իրանի Շիրազ քաղաքում գտնվող հրթիռային պահեստը։ Իսրայելի բանակը շարունակում է հարվածել ամբողջ Լիբանանում Հզբոլլահի թիրախներին։ Վերջին 24 ժամում հարձակումներ են եղել խմբավորման զենքի պահեստների, մեկնարկային հարթակների, զինյալների եւ շենքերի վրա։ Ամենաավերիչը Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումներն էին։ Քաղաքի գործարար կենտրոնին հարող շրջանում հարվածը տեղի է ունեցել տարհանման մասին նախազգուշացումից հետո։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի օդանավակայան տանող մայրուղու մոտ գտնվող շենքին, որն ամբողջությամբ փլուզվել է։ Զոհվել է առնվազն 6 խաղաղ բնակիչ, վիրավորվել 24-ը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։